ձեր մասով ձեզ ինչու էին տարել 6-րդ վարչություն, չեմ պարզաբանել։ Մի քանի ժամ ձեզ պահել էին այնտեղ։ Ասես թե նույնիսկ սահմանված ժամկետից ավել են պահել։ Բայց չհասկացանք ինչ էր, պարզ է, բոլորս էլ հասկանում ենք ինչ էր, ինչ որ էմոցիոնալ փոխումների արդյունք։ Ես շարունակությունը բանկանեմ։ Գնանք շարունակությունը հետո քաղաքական հետ, միջամտություն, ինչ կասեք, ինչով եք բացատրում, ինչով եք բացատրում այս գործողությունները, Սամվել Կարապետյանի նկատմամբ մենք հերթականությունը կարող բոլորս նայենք, տեսնենք, որ տեղի ունեցել հայտարարություն Սամվել Կարապետյանի, որից հետո հայտնի վիդեոներ, որից հետո հայտնի հրապարակումներ ու հայտարարություններ։ Ամբողջը տեղի ունեցել հանրության աչքի առաջ ու մենք բոլորս կարող ենք տեսնել ինչ մոտիվներով, ինչ են մարդիկ ուզում անել։ Բայց շատ զարմանալի մոտեցումներ, ճիշտ որ ասեմ, շատ հետաքրքիր մոտեցումներ, չգիտեմ, բավական մեծ էվոլյուցիա ենք տեսնում մեր արդարադատության ու արտադատության վերաբերյալ մեր երկրի ու պետության ղեկավարների մոտեցումը։ Պարոն Կարապետյան, այսպես քաղաքական հաշվեհարդարները ինչ էր։ Նիկոլ Փաշինյանն ասում է խառնում են մեր երկրի ներքին կյանքին։ Հաշվեհարդար չի կարող լինել մի պարզ պատճառով, որ պետք է հաջող լինի, որ հաշվեհարդար լինի, հաջող չի լինել։